ջոկատի հավաքագրումը տեղի էր ունենում Երևանում։ Կարոն անձամբ էր ստուգում յուրաքանչյուր տեխնացուի։ Կարոն ասաց խաչագիրներ եւ ոչ թե որովհետեւ մենք իսլամի տեղ ենք, այլ հավական է դաս խաչագնքով մարդիկ ենք, խաչանով, Աստծո հավատացող։ Խաչագիրներ ջոկատը մեծ չէր, ընդամենը 2 տասնյակ մարդիկ, բայց այնպիսի ուժեղ տպավորություն թողեց, որ այն Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի հատուկ նշանակության ջոկատ դարձրի։ Ջոկատի կնքահայրը դարձավ Մարգև Սրբազանը, իսկ լավագույն ընկերն ու օգնականը Ամարասի Արթուրը։ Խաչագիրներն իրենց գոյության առաջին օրերից պարուրված էին գաղտնիության քողով ու լեգենդներով։ Ջոկատն իսկապես կատարում էր պաշտպանության կոմիտեի գաղտնի առաջադրանքները։ Չնայած 92-ի ամռանը ամենածանր օրերին Ադրբեջանը հարձակվում էր ամբողջ ճակատով, խաչագիրներն իրենք էին թշնամու վրա հարձակվում։ Խարվաճարի ազատագրումից շատ առաջ Կարոյի մարտիկները մի քանի հարված հասցրին այնտեղ տեղակայված զորքերի։ 92-ի աշնանը ջոկատը մարտնչում էր հակառակորդի թիկունքում, որը փորձում էր փակել կյանքի ճանապարհը լաչին։ Նախապատրաստվում էր ամենակարևոր ու պատասխանատու գործողություններից մեկը՝ Մարտակերտի ազատագրումը։ Խաչագիրները պետք է մխրճվեին թշնամու առաջավոր դիրքեր, գրավեին դրանք եւ բացեին գրոհող մյուս ջոկատների ճանապարհը։ Հունիսի 26-ի վաղ առավոտյան 8 խաչագիրներ գրողեցին բարձունքը։ Արվածն այնքան հանդուգն էր, որ ադրբեջանցիներին թվաց, թե իրենց վրա մի մեծ ջոկատ է գրոհել եւ խուճապահար նահանջեցին, իսկ եթերում հնչեցին Կարոյի խոսքերը. «Բարձունքը վերցված է, սկսեք գրողը», բայց ինչ-ինչ պատճառներով օգնությունը ուշացավ։ Գարոն ամպուս չի գա, գրանատ չի գա, գլուխ բարձրացումը, որ մի հատ մուխա խփի։ Մի դեպքեր մոդելում է մուխա է ուզում խփի։ Այդ ընթացքում թեմից սնայպերը քիչ ջագավին է խփում։ Ջագավին է խփում եւ Կարոյին սպիտակ արջ էին անվանում նաև սպիտակ հագուստ սիրելու համար։ Սպիտակ էր զրահաբաճկոնը, որը Կարոն հագնում էր մարտում։ Բաց գույնի էր եւ պապի գլխաշորը։ Այդ նշաններով թշնամին նրան հետամուտ եղավ։ Եթե այս երկիրը գործընծուցինք, ես իմ ասկանունը փոխելու եմ։